Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանը շարունակում է մնալ միջազգային լրատվամիջոցների ու միլիոնավոր դիտումներ ապահովող բլոգերների ուշադրության կենտրոնում։ Սոցցանցերում հետևորդների մեծ բանակ ունեցող ամերիկացի ինֆլուենսեր, թվային բովանդակություն ստեղծող Ջոսայա Ալիպատեն Facebook-յան էջում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը։ Հատիս Լեռան գագաթին իրականացվող նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում է Ծառուկյան ընտանիքի կողմից, առանց որևէ պետական միջոցների ներգրավման։ Նախագիծն առաջին անգամ ներկայացվել է 2022 թվականին որպես հույսի եւ ազգային վերածննդի խորհրդանիշ։ Թեև այն ժամանակ աշխատանքները ձգձգվել են, բայց 2025 թվականին շինարարությունը կրկին ակտիվացել է եւ ներկայում արձանի տեղադրման գործընթացը շարունակվում է։ Facebook-ում 3.9 միլիոն հետևորդ ունեցող ամերիկացի ինֆլուենսեր, միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական կրթության փորձագետ, սոցիալական նախաձեռնությունների ակտիվ աջակից Ջոշ Ռինկոնը նույնպես անդրադարձել է փրկչի արձանի կառուցմանը, կարևոր համարելով նախաձեռնության խորհուրդը։ Նա իր միլիոնավոր հետևորդներին պատմել է, որ Հայաստանում կյանքի է կոչվում հավատքի հետ կապված ամենահամարձակ նախագծերից մեկը, որ երբևէ տեսել է ժամանակակից աշխարհը։ Այս էջում հրապարակումը մեկ օրում ունեցել է ավելի քան 53,000 հավանում։ Հայաստանում վերհառնող Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենամեծ արձանը չի լինելու զուտ խորհրդանիշ, այլ կանգնելու է իտես աշխարհին, որպես հավատքի ու համախմբման առհավատչա։ Սա թրենդների, զբոսաշրջության կամ քաղաքականության մասին չէ։ Սա ինքնության մասին է։ Մեր ժամանակներում, երբ հավատքը հաճախ մղվում է անձնական դաշտ կամ կարծես թե քողարկվում, Հայաստանն ընտրում է հակառակ ուղին։ Ուղերձը հստակ է։ Երբ մի ազգ արժևորում է Քրիստոսին, դրանով աշխարհին ուղղված հզոր հարց է բարձրացնում։ Հանուն ինչի ենք մենք պատրաստ ոտքի կանգնել, երբ հավատքն այլևս նորաձև չէ։ Հրապարակման մեջ Ռինկոնը պատմում է նաև, որ Հայաստանը պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի, որպես քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիր, եւ այս ազգային հզոր նախագիծն այդ ժառանգության շարունակությունն է։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։